Հարգելի պատվիրակներ, շարունակում ենք համակարգի աշխատանքները։ Ձայնը տրվում է Հանրապետության առաջին նախագահ, Ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Saya mikrofon. Հարգելի գործընկերներ, իմ վերջին հոդվածներից մեկում ես նշել էի, որ Հայաստանի բոլոր չարիքների, սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թեր զինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է, պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհակ թալանը։ Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է։ Անտեսանելին 1998 թվականից ի վեր հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան ստատուս քվոն պահպանելու և 100 տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետևանքների է հասցրել այս փիլիսոփայությունը, կարծում եմ ավելորդ է պարզաբանել։ Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական և ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ, գրեթե անճանաչելի երկրում։ Դա նշանակում է, որ այն կարևորագույն խնդիրը, որ շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում, ես շատ մեղմ եմ արտահայտվում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը և ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրապետության ունեցած տարածքի մոտավորապես կեսը։ Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռևս չհաղթահարված հետևանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը և մանավանդ ապրիլյան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցություն կունենան Հայաստանի իշխանությունների վրա, նրանց ստիպելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականությունը և նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն, դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե այս հարցում էլ մեզ հիասթափություն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փոխարեն նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղափարախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում։ Դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, եթե ոչ կործանարար հետևանքներով։
Խոսքը վերաբերում է ազգ բանակ ձևավորելու մտահղացման, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրով։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես ազգ բանակի կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը։ Դրա համար սակայն նախ եւ առաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության տակ։ Ամազոնուհիներին չհաշված պատմությանը հայտնի է ազգ բանակի ստեղծման 3 հաջողված դեպք։ Առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում եւ Շվեյցարիայում, իսկ երրորդը ժամանակակից Իսրայելում։ Նկատի առնելով անշուշտ, որ միջնադարի պարագայում ազգ բառը օգտագործվում է պայմանականորեն։ Երևույթի մասին տարրական պատկերացում կազմելու համար կարծում եմ արժե թեկուզ համառոտակի անդրադառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։ 13-րդ դարի սկզբին Չինգիզ խանը զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղերին միջցեղային հարաբերությունների ավանդական համակարգը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Այսինքն սա ցեղերի միավորման մի ռազմավարություն էր բանակի միջոցով։ Բոլոր տղամարդիկ զորակոչվեցին բանակ, հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու 10 հազարյակներից, թումաններից կազմված նրանց ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների ճակերտների մեջ ազգային ընդհանրության գիտակցությունը, մյուս կողմից հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը, այդ ժամանակ 1.5-2 միլիոն էր այդ ժողովուրդը, այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրելով Խաղաղ օվկիանոսից մինչև Լեհաստան ու Անատոլիա ընկած եւ իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքի։ Այդ հսկայածավալ կայսրությունը սակայն գոյատևեց ընդամենը 5-6 տասնամյակ։ Ղուբիլայի մեծ խանի մահվան տարում 1294 թվականին նա բաժանվեց 4 մասի։ Ինչ պատճառով։ Նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձևավորելու անկարողության և գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոքրականակության պատճառով, իսկ զուտ դեմոգրաֆիական պատճառով։ Ինչպես նշվեց ազգ բանակի ձևավորման հաջորդ հաջողված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետապնդած նպատակները սակայն տարբերվում են մոնղոլականից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվաճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացիների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատևումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրանսա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտների ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնության ձևավորման ավելի քան 500 տարիների ընթացքում 1291-ից 1815 հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարևանների Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի շարունակական հարձակումները ապավինել են բացառապես սեփական ուժերին և մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեև վերջին 200 տարիներին Շվեյցարիան օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով արտաքին վտանգների չի ենթարկվել և եվրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգացության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծառայողի, կամավորի և պահեստազորայինի հանգամանքով ներգրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան մեկ շնչին ընկնող զինվորականների թվով համարվում է աշխարհի ամենառազմականացված պետությունը։
որն ի վիճակի է փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ 1-2 օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը, իսկ մեկ շաբաթում 20-ակապատկել։ Քանի որ այս բանակի գաղափարի հայ ջատագովները ընդօրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասնորեն։ Այս բանակի իսրայելյան ծրագրի իրականացման դրդապատճառը, մոտիվացիան, ըստ էության չի տարբերվում շվեյցարականից։ Թելադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի անվտանգությունն ու պետության գոյատևումը ապահովելու միևնույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 47 թվականի նոյեմբերի 29-ի բանաձևի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի 14,000 քառակուսի կիլոմետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձևը և Պաղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը 48 թվականի մայիսի 14-ին հռչակեց իր անկախությունը։ Պաղեստինցի արաբներն ու արաբական երկրները, բոլոր արաբական երկրները, հրաժարվեցին ենթարկվել ՄԱԿ-ի բանաձևին և հաջորդ օրն իսկ պատերազմ հայտարարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարևան արաբական պետություններից համակեցության մերժում ստանալով, Իսրայելը իր գոյությունը պահպանելու համար ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին և հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաև հետագա պատերազմներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտը արմատապես բարելավվեց 1978-79 թվականների Քեմփ Դեվիդյան համաձայնագրերի ստորագրումից և Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաև Պաղեստինի ազատագրության կազմակերպության կողմից, ինչը սկիզբ դրեց իսրայելա-պաղեստինյան հաշտության գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության և երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաստել է նաև ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մասնավորապես բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու և տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդհանուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազգի ձևավորման, գիտության և տեխնիկական մտքի սրընթաց զարգացման, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժերի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաև այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց վրա, և որ այդ երկրի վերջին 60 տարիների 8 վարչապետներից 3-ը Ռաբին, Շարոն, Բարակ եղել են գեներալներ, իսկ 2-ը Բեգին, Շամիր երկրապահական իրգուն կազմակերպության լեգենդար հրամանատարներ։ Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի հիմնավորապես լուսաբանել ազգ բանակի ստեղծման պատմական այս նախադեպերը և խորանալ դրանցից յուրաքանչյուրի բովանդակության առանձնահատկությունների, տնտեսական, ժողովրդագրական և հասարակական զարգացումների վրա նրանց ունեցած ազդեցության և այլ հարցերի մեջ։ Կարծում եմ սակայն, որ այս թռուցիկ ակնարկն անգամ հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի դրդապատճառներ ու գործոններ են ազդել նման գաղափարի հղացման վրա և որքան ռեսուրսներ են պահանջվել դրա իրականացման համար, նկատի ունենալով անշուշտ թե մարդկային և թե նյութատնտեսական ռեսուրսները։ Դրդապատճառների վերաբերյալ ինչ որ պետք էր արդեն ասվեց, իսկ ռեսուրսների մասին ավելորդ է խոսել, որովհետև քանի խոսքը վերաբերում է հաջողված փորձերին, նշանակում է դրա համար անհրաժեշտ ռեսուրսները լիովի բավարարելը։ Ներածական այս հիմնադրույթներից բնականաբար բխում է, որ այս ազգ բանակի կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են առաջին հերթին պատասխանել հետևյալ 3 հարցերի. ինչպիսի պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը։ Երկրորդ, ինչ խնդրի լուծմանն է կոչված այն։
Եվ երրորդ, որքան ռեսուրսներ են պահանջվելու դրա իրականացման համար։ Խախտելով հարցերի հաջորդականությունը նախ անդրադառնանք ռեսուրսներին։ Ի տարբերություն որպես օրինակ բերվող Իսրայելի, որի հրեա բնակչության թվաքանակը անկախությունից ի վեր անշեղորեն աճել եւ 600,000-ից 1947 թվականին 600,000-ից այսօր հասել է շուրջ 7 միլիոնի, Հայաստանի բնակչությունը 1988 թվականի երկրաշարժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո անընդհատ նվազել է, մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որևէ միտում չի դրսևորվում։ Մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները եւ շատերը ընդդիմությունից մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով ինձ իրավունք են վերապահում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է եւ ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազգեն Սարգսյանը։ Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ այդ պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պարագայում։ Հայաստանի տնտեսությունը 1994-2008 թվականների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում, ընդ որում ցավոք առանց առողջացման որևէ հեռանկարի։ Ինչպես ասում են, թունելի վերջում լույս չի երևում։ Դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծվում։ Անշուշտ ստեղծվում է։ Բայց 2001 թվականից ի վեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման եւ Աֆրիկայում առյուծի որսով զբաղվելու վրա։ Իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահմանյան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր, սա ասում եմ առանց չափազանցության, այդ թալանվածը, այդ կողոպուտը միանգամայն բավարար էր այսօր 300,000 բնակչությամբ Ղարաբաղ եւ գեր ժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Ահա թե ինչ է թալանվել։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու համար ոչ մի այլ պարագայում չէին ընդունի ժողովրդից հազարական դրամ մուրալու խայտառակ օրենքը։ Ինչը առաջին իսկ քայլով ազգ բանակ գաղափարը վարկաբեկելուց բացի ծանրագույն հարված հասցրեց պետության արժանապատվության։ Մեզ ծաղրի առարկա դարձրեց ամբողջ աշխարհի առջև։ Նյութական ռեսուրսների առումով եւս առանձնապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։ Նախ Սփյուռքը ինչու պիտի օգնի Հայաստանին, որի հարստությունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից։ Եվ սա բազմիցս ասվել է նրանց կողմից։ Եվ երկրորդ, երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռքահայ բարերարների եւ հասարակ ժողովրդի, մանավանդ հասարակ ժողովրդի կողմից անկախության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնությունը չպետք է մոռանալ, որ այդ օգնությունը երբեք չի գերազանցել մեր երկրի տարեկան բյուջեի 2-3%։ Իսկ սա, եկեք համաձայնենք, չնչին նպաստ է
մի այնպիսի ծախսատար ծրագրի իրականացման գործին, ինչպիսին ազգ բանակի կառուցումն է։ Անգամ եթե Հայաստանի ողջ տարեկան բյուջեն ամեն տարի տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ այս ծրագրի իրականացման համար։ Այժմ անցնենք այն հարցին, թե ինչպիսի պարտադրանքից է թելադրված ազգ բանակի կառուցման հայկական ծրագիրը կամ թե որն է դրա հղացման դրդապատճառը։ Ինչպես տեսանք, մողոլների պարագայում դրդապատճառը այլ երկրներ նվաճելու նրանց ձգտումն էր։ Իսկ միջնադարյան Շվեյցարիայի և ժամանակակից Իսրայելի դեպքերում թշնամական միջավայրում սեփական ժողովուրդների անվտանգությունն ու պետականության գոյատևումը ապահովելու խնդիրը։ Հայ ժողովրդի նվաճողական նկարտումների մասին իհարկե ծիծաղելի է խոսել, եթե իհարկե նկատի չունենանք Բաքվում գրավելու, Արևմտյան Հայաստան ազատագրելու և ծովից ծով Հայաստան ստեղծելու ցնորամիտ անուրջները։ Ինչ վերաբերում է ազգ բանակի ստեղծման հարցում անվտանգության ու գոյատևման անհրաժեշտությունից բխող պարտադրանքի, ապա շվեյցարական փորձը պետք է լիովին զանց առնել, որովհետև միջնադարն ավարտվել է և պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով։ Թվում է, թե այս տեսակետից Հայաստանի խնդիրները համեմատելի են Իսրայելի խնդիրների հետ։ Իրոք համեմատելի են, սակայն լուրջ վերապահումներով։ Նշվեց արդեն, որ արաբա-իսրայելյան տևական առճակատման հիմքը միջազգային իրավունքին հակասող այն իրողությունն է, որ արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 47 թվականի նոյեմբերի 29-ին ընդունած բանաձևին և Իսրայելի անկախության հռչակման հաջորդ օրը պատերազմ հայտարարեցին վերջինիս։ Իսրայելին հետևաբար այլ բան չէր մնում, քան ապավինել սեփական ուժերին և ձեռնամուխ լինել ազգ բանակի կառուցման գործին։ Այսինքն Իսրայելը ոչ թե կամովին է հանգել այդ մտքին, այլ ի սկզբանե դատապարտված է եղել դիմելու նման բացառիկ քայլի։ Իդեպ, Եգիպտոսի ու Հորդանանի հետ հաշտության պայմանագրերի կնքումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անգամ այդ պարտադրանքը չի վերացել, քանի որ 21 արաբական և իսլամական պետություններ ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն հակառակ այդպես էլ մինչ օրս Իսրայելի Հանրապետությունը չեն ճանաչել։ Ինչը լրջագույն մտահոգության առարկա է շարունակում մնալ վերջինիս համար։ Իսկ այժմ տեսնենք, թե անգամ բավարար ռեսուրսների առկայության պարագայում ինչն է Հայաստանին ստիպում ընթանալ Իսրայելի որդեգրած ճանապարհով։ Ի տարբերություն Իսրայելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, բացառությամբ Պակիստանի։ Սահմանակից հարևաններից միայն երկուսի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մյուս երկու հարևանների, Վրաստանի ու Իրանի հետ, ի սկզբանե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության և աշխարհաքաղաքական նկատառումներով ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլև խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցուցանում։ Անկախությունից ի վեր Իսրայելը 6 լայնածավալ պատերազմներ է մղել իր 4 հարևանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ 48, 56, 67, 73, 82, 2006 թվականներ։ Չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդային հուժկու հարվածը 1981 թվականին։ Մինչդեռ Հայաստանը սահմանային ռազմական առճակատման մեջ է գտնվել միայն հարևաններից մեկի՝ Ադրբեջանի հետ։ Այս առումով իմիջայլոց տեղին է հիշեցնել, որ ներկայիս Հայաստանի վիճակը տարբերվում է ոչ միայն Իսրայելի, այլև Հայաստանի առաջին հանրապետության վիճակից, որը իր գոյության 2.5 տարիների ընթացքում պատերազմել է իր 4 հարևաններից 3-ի՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցից՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որին մանրամասն կանդրադառնամ քիչ հետո։
Չպետք է անկարևոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը վերջինս Թուրքիան շրջափակումից բացի Հայաստանի դեմ որևէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել։ Դիվանագիտական ակցիաներ չհաշված, որևէ թշնամական, միակ թշնամական գործողությունը շրջափակումն է։ Ավելին, Թուրքիան ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը։ Ղարաբաղի կողմից այդ 7 շրջանների ազատագրման չի կարողացել խանգարել։ Էլ ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականությամբ մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է Արցախյան բանակի արձանագրած հաջողություններին։ Եթե հակամարտության հարցում կողմերից մեկին աջակցելու, տվյալ դեպքում Ադրբեջանին աջակցելու փոխարեն նա չեզոքություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին հույսեր չտալ, որ ինչ-որ բան կարող է ստանալ, իսկ նրան դրդել անզիջողականության, ապա Քելբաջարից հետո Ադրբեջանը չէր կորցնի իր տարածքի հավելյալ 5 շրջանները։ Թուրքիայի ապակառուցողական միջամտությունն այսպիսով ոչ թե թուլացրել, այլ ավելի ևս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված լարվածություն։ Ինչևէ, վերոշարադրյալից ակնհայտորեն հետևում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանը սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան 40 տարիներին սպառնացել են Իսրայելին եւ այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։ Հետևաբար, մեր երկիրը անշուշտ ուշադրության կենտրոնում պահելով ազգային բանակի հզորացման անհրաժեշտությունը ամենևին պարտադրված չէ հետևելու ազգ բանակի կառուցման իսրայելյան օրինակին։ Արաբական եւ իսլամական աշխարհի հետ Իսրայելի ունեցած խնդիրների համեմատությամբ Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրները շատ ավելի լոկալ ու լուծելի են։ Այդ պատճառով է մասնավորապես, որ միջազգային հանրությունը դրանք առայժմ առաջնահերթություն չի դիտում։ Այս ամենից բացի, իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաև մի այլ մեթոդաբանական առումով։ Ամենևին պարտադիր չէ, որ որևէ երկրում կիրառված արդյունավետ համակարգը կիրառելի լինի նաև ուրիշ երկրներում։ Չինական տնտեսական բարեփոխումների հրաշքն օրինակ կարող էր տեղի ունենալ միայն Չինաստանում։ Մի խոսքով, մեր պարագայում ազգ բանակի կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը եւ Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է ազգ բանակ ծրագիրը իրականացնել նրա բաղադրիչներից մեկի ազգի վերացման գնով։ Այսինքն, որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է ազգ մնացած կլինի թե ոչ։ Բնականաբար հարց է առաջանում։ Եթե, ինչպես տեսանք, Հայաստանը իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու ազգ բանակի ստեղծման ծայրահեղ քայլի, ապա այդ խնդիրն իր առջև դնելով ինչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է իհարկե կարծել, եւ այդպես կարծողներ կան, որ ազգ բանակի գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է, ազգովի դառնանք ֆիդայի, համաշխարհային ազգ կազմակերպություն, ծովից ծով Հայաստան, Քուր Արաքսյան հանրապետություն, ոչ մի թիզ հող, համահայկական բանկ, Գյումրին տեխնոպարկ, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, Ստամբուլը արյան ծով, հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն ազգ բանակի գաղափարը այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։
Իսկ եթե վարչախմբի մտադրությունը այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս քվոյի պահպանման միևնույն ռազմավարությունն է մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն մեր իշխանությանը հոգեհարազատ մարքեթինգի տրամաբանությամբ իր սնանկությունը ապացուցած, բարոյապես մաշված եւ սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ ավելի գրավիչ ու բարեգունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում եւ Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն եւս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչև Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա եւ խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։ Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Պարզվում է սակայն, որ այս տարրական ճշմարտությունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է, լուծեք այդ խնդիրը, մյուսները լուծվում են։ Դա Ղարաբաղի խնդրի լուծումն է, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար, հաջորդ օրն իսկ։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ 18 տարի առաջ ասում էի կա, հիմա ցույց տվեք։ Գոյություն չունի, այն ինչ որ դրված է հիմա սեղանին, նույն փուլային տարբերակ։ Այսօր բանակցությունների սեղանին ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 97 թվականին, այն է, որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայինորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը, երաշխավորված Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։ Սա է, ուրիշ բան չկա, ոչ մի հեքիաթի չհավատակ։ Վաղը կբերենք, կտեսնենք։ Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ նույնիսկ 97 թվականից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը։ Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքը ու ջունգլիների օրենքը այլևս չեն գործում։ Միջնադարում կար նվաճողի իրավունք, իսկ ով ինչ գրավեց իրենն է։ Դա ընդունված էր, ոչ մեկը դրան չէր նեղանում։ Գալիս էր ժամանակ, դու ուժ էիր ձեռք բերում, գնում ետ էիր բերում, կամ ավելին էիր գրավում։ Սա նույնիսկ պատիվ էր համարվում։ Այդ օրենքը այլևս չկա։ Եվ հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ քան փոխզիջումը գոյություն չունի։ Բանկոտոմանյան կամ ոչ մի թիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում։ Քեմփ Դեվիդյան հաշտությունը կայացնելու համար Իսրայելը Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60,000 քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին։ Միայն հաշտվելու համար, ուրիշ ոչինչ։ Իսկ Պաղեստինի ազատագրության կազմակերպության կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց, մինչև այդ պաղեստինցիները չեն ճանաչում Իսրայելի պետությունը։ Մենք Իսրայելի պետությունը ճանաչելու դիմաց պաղեստինցի արաբներին շնորհեց ինքնավարություն Իսրայելը։ Պատրաստ լինելով որոշ խնդիրների լուծումից հետո ճանաչել նաև դրա անկախությունը։ Մի քանի խնդիր է մնացել։ Դրանք դժվարին ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը եւ Իսրայելի վարչապետ Իսխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։
Երկուսին էլ իրենց հայրենասերները գնդակահարեցին։ Այնպես որ եթե անհրաժեշտություն կա անպայման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե ազգ բանակի, այլ խաղաղություն այժմ, peace now շարժման օրինակը։ Խաղաղություն հենց հիմա։ Այդպիսի մի հզոր շարժում էր, որ փոխեց արաբա-իսրայելյան հակասությունների մթնոլորտը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգավորման կանոնը թույլատրված է խախտել միայն գերտերություններին։ Այդ բանը չգիտակցող Սադամ Հուսեյնը զավթելով Քուվեյթը կործանեց թե իրեն, թե իր երկիրը։ Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է պնդումը ապացուցված պատմական անթիվ օրինակներով վիճարկելի չէ։ Կարիք չկա նաև բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում պատերազմները։ Դա մեզ չպետք է ապացուցեն, դա մեր սերունդը դրա մեջ է ծնվել մեծացել։ Ոչ իսկ բուն պատերազմը, այլև նրա սպառնալիքն անգամ հղի է այնպիսի հետևանքներով, որոնցից ամենացցությունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչությունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության եւ կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով։ Սա մեզնից ոչ ոք չի կարողանում հրապարակայնորեն խոստովանել, բայց յուրաքանչյուրի սրտում սա է նստած, ես գիտեմ։ Անարդարություններին կդիմանային, չքավորությանը կդիմանային, բայց որ ամեն ծնող մտածում է, թե ինչ կլինի վաղը իր երեխայի հետ, սա է, ուրիշ պատճառ չկա։ Եվ սա, գիտեք ինչ, չպետք է սրա համար բարդույթավորվել, սա միայն մեզ հատուկ երևույթ չէ։ Մեր աչքի առջև վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում պատերազմի կամ դրա սպառնալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ են արտագաղթել նաև Վրաստանից, Ադրբեջանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Աֆղանստանից, Սուդանից, Ուկրաինայից եւ մի շարք այլ երկրներից։ Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայումս, ասում եմ, դեռ շատ ջանքեր պետք է գործադրենք դրան հանգելու համար։ Շատ ավելի շահեկան պայմաններում մենք կարող ենք հասնել դեռևս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն խուսափեինք անցած 18 տարիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլև այսօր կունենայինք բոլորովին մի այլ, ծաղկուն, մարդաշատ, զարգացող երկիր եւ ապահով Ղարաբաղ։ Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իմ որոշ գործընկերների կողմից, եւ մենք կորցրեցինք հարցի լուծման հարմարագույն պահը։ Հուսով եմ այս պնդումը կընկալեք ոչ թե որպես ոմանց ուղղված կշտամբանք, այլ որպես զգուշացում առ այն, որ եթե նորից ժամանակ կորցնենք, հետագայում ստիպված ենք լինելու հարցը լուծել ավելի վատ պայմաններով ու շատ ավելի թույլ վիճակում։ 98 թվականի իշխանապողության կործանարար հետևանքների պատճառը ամենևին պետք չէ փնտրել գործող անձանց փոփոխության մեջ։ Բացարձակապես դա ոչ մի նշանակություն չուներ, այլ քաղաքականության շարունակականության խաթարման մեջ։ Սա էր, որ տեղի ունեցավ 98 թվականին։ Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջև, ինչի վկայությունն են մասնավորապես վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Սա մարդկանց համակրությունների կամ հակակրանքների հետ որևէ կապ չունեցող բան է, սա իրականություն է։ Եվ Ռուսաստանի այդ ջանքերը վերջին շրջանի արդ գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունը այս հարցում։
Հայ ազգային կոնգրեսը իր նախորդի հայոց համազգային շարժման պես Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլև բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման և խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ Հետևաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլև իրավիճակի թելադրանքով, կոնգրեսը առաջիկա խորհրդանական ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով, որը բխում է ոչ թե վերկուսակցության, այլ բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից։ Այդ ծրագիրը բնականաբար հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում կոնգրեսի հաղթանակի կամ ազգային ժողովում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում։ Սակայն, քանի որ ընտրությունները դեռ հեռու են, ու դրանից հետո էլ, մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանում պահպանվելու է նախագահական համակարգը, անհրաժեշտ է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Ղարաբաղի հարցի լուծման պատասխանատվությունը ևս 1.5 տարի դրված է լինելու Սերժ Սարգսյանի վարչակազմի և նրա հենարանը հանդիսացող կուսակցությունների վրա։ Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում Հայ ազգային կոնգրեսը, առայժմ կարծիք արտահայտելուց բացի գործընթացի վրա ազդեցության որևէ այլ լծակ չունեն։ Դա չի նշանակում անշուշտ, որ նրանք, եթե ոչ իրավական, ապա առնվազն բարոյական պատասխանատվություն չպետք է ստանձնեն և ձեռքերը լվանալով մի կողմ քաշվեն։ Մի այնպիսի համազգային խնդրի լուծման հարցում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, խաղաղության և հաշտության կողմնակից բոլոր կուսակցությունները, քաղաքացիական կազմակերպությունները և մտավորական խավերը պարտավոր են զորավի կանգնել օրվա իշխանություններին, ով կուզի լինի, հանրապետական է, դաշնակ է, թե չգիտեմ կոմունիստ է, եթե կա իշխանություն, որի վրա է դրված այդ պատասխանատվությունը, որ այդ իշխանությունն է ստորագրելու վերջին հաշվով որևէ համաձայնագիր, ուրեմն անկախ բոլոր հակասություններից, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից պետք է զորավի կանգնել այդ իշխանությանը։ Արտաքին սպառնալիքի կամ ներքին կայունության խախտման վտանգի պարագայում մենք միշտ առաջնորդվել ենք այդ սկզբունքով, ինչի վկայությունն է մասնավորապես հոկտեմբերի 27-ին ապրիլյան պատերազմի ժամանակ և Սասնա ծռերի հետ կապված դեպքերի օրերին մեր դրսևորած դիրքորոշումը։ Մյուս քաղաքական ուժերը կամ անզիջողականներ ու ոչ մի թիվ հողականներ են, կամ էլ այդպիսին չլինելով ազգադավ կոչվելու վախից չեն համարձակվում Ղարաբաղի հարցում որևէ դիրքորոշում արտահայտել։ Հակառակ այն հանգամանքին, որ ոչ մի թիվ հողականներից շատերը հողերի ձեռքբերման հետ որևէ կապ չեն ունեցել, իսկ որոշ մասը Վարուժան Ավետիսյանի դիպուկ արտահայտությամբ պարզապես զինվորի ու ազատամարտիկի արյան վրա ձեռք տաքացնողներ են, նրանց գոյությունը նույնպես դժբախտաբար արտարոտ չպետք է համարել։ Այդպիսի ծայրահեղական ուժեր կան անգամ զարգացած ժողովրդավարական երկրներում, այդ թվում նույն սույն ելույթում բազմիցս հիշատակված Իսրայելում։ Արտարոցն ու ապշեցուցիչը հանրապետական կուսակցության և կոալիցիոն կառավարության ներկայացուցիչների պահվածքն է։ Այդ կուսակցության ոչ մի անդամ և պետական ոչ մի պաշտոնյա լղոզված ու կծկտուր խոսքերից բացի երբևէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարարությամբ հանդես չի եկել։ Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու և դրա ընդդիմախոսներին հակադարձելու գործում նրանք փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ դա պետք է լիներ ոչ թե Հայ ազգային կոնգրեսի, այլ առաջին հերթին հենց իրենց գործը։ Պահն է վերջապես գիտակցելու, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հանդես գալ ժողովրդի մեծամասնության, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների աջակցությունը վայելող առաջնորդի
եւ ոչ թե սեփական երկրի ներսում լուրջ խնդիրներ ունեցող թույլ ղեկավարի հանգամանքով։ Իսկ դրա համար ոչ թե պետք է էժանագին հայրենասիրական հոխորտանքներով թևաթափ անել նրան, այլ ընդհակառակը խրախուսել կատարելու Ղարաբաղյան կարգավորման վճռական քայլը։ Այլապես բանակցությունների ընթացքում նրա փաստարկների հետ ոչ ոք հաշվի չի նստի։ Ժողովուրդները որպես կանոն, սա գուցե ձեզ համար պարադոքսալ հնչի, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե հաղթական պատերազմ, նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգևում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից ազգերին, այլև խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերքեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինությունները ու քաջագործությունները, նրանց կողմից այդուհանդերձ ավելի բարձր են դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն են պարգևում իրենց ժողովուրդներին։ Թեկուզ դրանք նվաճված լինեն փոխզիջումների գնով։ Հայ իրականության մեջ այդ գաղափարը հստակորեն ձևակերպել են մանավանդ 11-13-րդ դարերի հռչակավոր մատենագիրներ Արիստակես Լաստիվերցին եւ Հովանես Երզնկացին։ Թագավորած օրեն է աշխարհի խաղաղություն եւ շինություն հոգալ, ասում է Լաստիվերցին։ Այսինքն թագավորները պարտավոր են աշխարհին կամ իր երկրին խաղաղություն եւ շինություն պարգևել։ Իդեպ միջին պարսկերենից փոխարված հայերեն շեն եւ ասորերեն շայնա արմատներից ածանցյալ շինություն եւ մշայնութա բառերը ունեն երկու իմաստ՝ խաղաղություն եւ բարօրություն։ Ինչը նշանակում է, որ ժողովրդական լեզվամտածողության մեջ այդ երկու գաղափարները բացարձակապես նույնացվել են, արտացոլելով այն ըմբռնումը, որ եթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող։ Սերժ Սարգսյանին արդ մնում է հետևել մեր նախահայրերի իմաստությանը եւ անսալ ռացիոնալ քաղաքականության թելադրանքին, ինչը չի կարող ըստ արժանվուն չգնահատվել ժողովրդի կողմից։ Երևույթից կապակցությամբ հնարավոր, ավելի ճիշտ, խիստ սպասելի, անխուսափելի չարախոսությունները կանխելու նպատակով հարկադրված են նաև կատարել հետևյալ երկու զգուշացումները։ Առաջին, արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիք կանգնելու ներսկզբունքային դիրքորոշումը ամենևին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետևողական քննադատն ու այսուհետև էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած հանրապետական կուսակցության ձևավորած որևէ կոալիցիայի։ Գաղափարական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլորովին տարբեր հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հարաբերությունները իշխանություն, ընդդիմություն ձևաչափից այն կողմ չեն կարող անցնել։ Եվ երկրորդ զգուշացումը։ Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե այս երույթի հաշտարար ոգին եւ հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի եւս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը կարծում եմ նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված տալու կարողությունը։
Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատերազմում երբ էլ այն պատահի, Ադրբեջանը հաստատաբար դառը պարտություն կկրի եւ եւս մի քանի շրջան կկորցնի։ Խոսքը վերաբերում է հաջորդ պատերազմին, եթե փորձ արվի։ Իսկ դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի։ Ես այսքան երաշխավորում եմ։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որը ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման, նաև հենց իր սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ։ Որքան մեծ է խաղաղությունը, հաշտությունը անհրաժեշտ, նույնքան իրեն։ Ինչպես ժամանակին իմ պատերազմ թե խաղաղություն հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագանքեց իր հայրը, հանգուցյալ Հեյդար Ալիևը։ Նա շատ ճիշտ հասկացավ այդ հոդվածի մեսիջը։ Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայնասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական եւ տեղեկատվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պորոտախոսության, շքեղ միտոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմաթիվ, բազմազան մաշված պիտակների եւ արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին։ Ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետևյալ պարադոքսալ սիլոգիզմի. Ա. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել։ Բ. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ։ C. Մասը պահողները, մասը փրկողները հռչակվում են դավաճաններ, ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։ Ինչու ենք ուրեմն մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ Որովհետև դժբախտաբար Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուս քաջերի իրականում ինչ ասեն, ստոր վախկոտների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար առանց աչուձախ նայելու ընտրությունների գնալ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն նշանաբանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետև Հայաստանի ու Ղարաբաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի։ Հեղինակավոր քաղաքագետների ու տնտեսագետների, այդ թվում մեր հայրենակից Տարոն Աճեմյանի կողմից Հայաստանը արդեն իսկ դասվում է ձախողված պետությունների, այսինքն Աֆղանստանի, Սոմալիի, Լիբիայի, Եմենի, Հարավային Սուդանի, Իրաքի եւ նմանատիպ այլ երկրների շարքին։ Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն նշանաբանի իրագործումը պատեհություն է ընձեռում կարճ ժամանակի ընթացքում դուրս գալու այդ դժբախտ ընկերակցությունից։ Հետևաբար, Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետությունները իրավունք չունեն բաց թողնելու այդ պատեհությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի տվյալ պահի մարտավարությանը, ապա իմ կարծիքով ցանկալի կլիներ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցեինք այս նշանաբանի
կամ քաղաքական այս պլատֆորմի շուրջ ձևավորված դաշինքով։ Այդպիսի դաշինք կազմելու ցանկություն հայտնող կուսակցությունների առջև եւ մանավանդ քաղաքացիական կազմակերպությունների առջև մեր դռները պետք է բաց լինեն։ Ավարտելով խոսքս Ղարաբաղյան կարգավորման հարցում կոնգրեսի դիրքորոշումը ավելի հստակեցնելու համար, չխուսափելով նաև որոշ կրկնություններից, հարկ եմ համարում շեշտել, որ այդ դիրքորոշումը հիմնված է հետևյալ առարկայական օբյեկտիվ ելակետերի վրա։ Առաջին, առանց այդ խնդրի լուծման Հայաստանը եւ Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման ու բարգավաճման որևէ հեռանկարից։ 18 տարին քիչ ժամանակ չէր այդ բանը ըմբռնելու համար։ Երկրորդ, այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի ու չի լինելու։ Պահը բաց թողնելու դեպքում հաջորդ լուծումը մեզ համար ավելի վատն է լինելու։ Երրորդ, կարգավորման արդյունքում կողմերն իրենց հաղթող կամ պարտվող չպետք է զգան, այլապես երկարաժամկետ կտրվածքով նրանց հարաբերությունները հղի կլինեն հակամարտության վերականգնման մշտական վտանգով։ Չորրորդ, Հայազգային կոնգրեսը, ինչպես արդեն նշվեց, կարծիք արտահայտելուց բացի կարգավորման գործընթացի վրա ազդեցության այլ լծակ չունի։ Հինգերորդ, հարցի լուծման պատասխանատվությունը, սա նույնպես նշվեց, ամբողջապես ընկած է իշխող վարչախմբի եւ նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժերի վրա։ Ուզում են ականջալուր լինել մեր կարծիքին, շատ լավ, չեն ուզում մեղքը իրենց վիզը։ Վեցերորդ, եթե մեր իշխանությունն իզորու լինի հասնելու ավելի շահեկան, հաղթողական լուծման, մենք միայն կողջունենք դա եւ ներողություն կխնդրենք նրանցից։ 7-րդ, մենք հավասարապես ցավում ենք հակամարտության պատճառով ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցիների կրած անհամար տառապանքների համար եւ անկեղծորեն հավատում երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Երևույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ ընդհակառակը ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը, ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է։